Փաշինյանը հստակ հասկանում է, որ այսպես ասած ջրերը զուլալվում են, ռեյտինգները կորցվում են եւ մարդիկ սկսել են adekvat գնահատել իր քաղաքականությունը։ 26-ի ընտրություններին պատրաստվելու մի ճյուղ է, մաքուր նախընտրական քայլ է, մաքուր ինքը եկեղեցուցեսպան վտանգ չի տեսնում։ Այսինքն հենց Ադրբեջանից սկսում է այդ ուղղությամբ արշավ, Փաշինյանը այստեղից նույն ձևով սկսում է այդ արշավը։ Այս Փաշինյանը եւ նրա իշխանությունը ըստ էության կարողացել են հարվածի առաջի ալիքը մարսել։ Մարդիկ գնում են եկեղեցի, ասում են, մենք պատրաստ ենք գալ եւ մեր եկեղեցու համար պայքարել։ Բայց չկա մեկը, որ ասի ժողովուրդ ջան, եկեք ոտքի կանգնենք, հենց որ իրենք տեսնում են ուժ, իրենք լեզուները մտցնում են համապատասխան տեղը։ 26 թվականին պարտվելու է այս ընդդիմությունը։ Պարտվելու է։ Բազան մինչև 26-ը պետք է գոնե իմպիչմենտ, փողոտ, ինչ-որ բան պետք է արվի։ Պետք է անես, պետք է կռիվ տաս, դու ամեն վարքյան պետք է կռիվ տաս։ Առաջարկում է Փաշինյանին հեռացնելու օրակարգ, այդ առաջարկը ծաղրվում է ընդդիմության սուրբ պարտականությունը օգտագործել ամեն հնարավորություն, նույնիսկ 1%-անոց հնարավորություն։ Անցած շաբաթ ներհայաստանյան քննարկման ու փոթորկի համար մեկ թեման Փաշինյանի ու տիկնոջ հայհոյախառն ու չդադարող գրոհներ եկեղեցու հոգևորականների դեմ։ Ինչպես վերջին 7 տարում քննարկման օրակարգն էլի Փաշինյանը թելադրեց։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր մեկ անգամյա ակցիա թե խորքային պրոցեսի սկիզբ։ Ինչ է ուզում Փաշինյանն ու ինչ անել։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան, բարի գալուստ Կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես ինչ է ուզում իշխանական զույգը, բնականաբար այս օրերին դուք եք անդրադարձել գրառումներով եւ այլն, ինչու հայհոյանքներով տեքստեր նախ։ Առաջին աչքից կարող է թվալ մեկ անգամյա ակցիա է եւ այլն, սակայն Փաշինյանը գրել էր նաև կաթողիկոսի ընտրության մասին ու ընդհանրապես խնդիրների մասին, որոնք մենք սովորենք եւ այդպես է, հենց եկեղեցու տիրույթում են գտնվում լուծման։ Այ մինչեւ ուր են ուզում գնալ եւ ինչու։ Ինչու հայհոյախառն, սկսենք դրանից, կարծում եմ ամենակարևորը եւ հենց փոթորիկ բարձրացրած գաղափարն է, որ մարդը գրում է ըստ էության բառապաշարով, որ հետո այլ մարդիկ ամաչում են իրենց ծնողներին կամ երեխաներին բացատրել, թե ինչ նկատի ուներ երկրի վարչապետը։ Ես ունեմ համոզմունք մի բանում, այն որ Փաշինյանը հստակ հասկանում է, որ այսպես ասած ջրերը զուլալվում են, ռեյտինգները կորցվում են եւ մարդիկ սկսել են adekvat գնահատել իր քաղաքականությունը։ Նա շատ լավ հասկանում է, օրինակ եկեղեցի այցելող մարդիկ, աստվածապաշտ ժողովուրդը եւ այլն, իրեն այլևս չի վստահում եւ չի վստահելու այդ վստահությունը անդարձ ինքը կորցրել է ժողովրդի այդ հատվածի համար։ Հետեւաբար թքած ունի ժողովրդի այդ հատվածի թե ռեակցիաների, թե արձագանքների վրա, միևնույնն է ինքը մեծամասնություն է այդ հատվածը իդեպ։ Այո, դա մեծամասնություն է, միանշանակ մեծամասնություն է, այսինքն ժողովրդի գրագետ գիտակից մասը մեծամասնությունն է, դրա համար ինքը չունի ռեյտինգ, ինքը հենց հասկացել է, որ մեծամասնությունը կորցրել է, սկսում է ինչ անել, թույլ չտա, որպեսզի ջրերը զուլալվեն, այսպես ասած, ամեն ինչ անել, որ տիղմը նորից բարձրանա վերև եւ ըստ էության ժողովրդին օրակարգ սկսի թելադրել իր ակտիվ հատվածը եւ որպեսզի այդ ակտիվ հատվածը լինի հենց այն սև ամբոխը, որի վրա ինքը կարող է հենվել, որով ինքը կարող է, այսպես ասած, այդ ձեր ասած փոթորիկները բարձրացնել եւ նորից ջրերը պղտորել, որտեղ հետագայում կարողանա ձուկ կորցալ։ Այդ գործողությունն է անում։ Ինքը հասկանում է, որ չունի ժողովրդական աջակցություն, եթե չունի ժողովրդական աջակցություն, ուրեմն ինքը պետք է գտնի ժողովրդի միջի այդ ամբոխը, հենց սև ամբոխը, եւ փորձի այդ ամբոխը նորից դարձնել գործոն, որպեսզի այդ ամբոխը օրակարգ թելադրի, որպեսզի այդ ամբոխը պարտադրի մեծամասնությանը այն քաղաքականություն, այն օրակարգերը, որոնք ձեռնտու են Փաշինյանին։ Դե ինչ է դրա համար պետք անել, այո, կպնել սրբություններին, հայհոյել եւ այլն, այսինքն ոգևորել այդ սև ամբոխին, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ այսպես ասած փողոց չընկճվեն հանկարծ, որ տեսնեն, որ տեսեք ընդհանուր իրավիճակ է փոխվել, հանրային դրամատրությունները միանգամայն ուրիշ են արդեն։ Ինքը փորձում է ստեղծել իր համար բարենպաստ նոր պայմաններ եւ այդ նոր պայմաններից ունենալով արդեն եւ իրավապահների աջակցությունը, այսինքն ուժային էլեմենտը, ցույց տալ իբրև թե հասարակությունը այն չէ, ինչի մասին խոսում ենք եւ նա չի հասարակությունը, ով այլևս չի վստահում Փաշինյանին, որովհետեւ հայտնի ճշմարտություն է, ժողովուրդը միշտ նմանվում է իր ակտիվ փոքրամասնությանը եւ Նիկոլ այսօր ամեն ինչ անում է, որպեսզի այդ ակտիվ փոքրամասնությունը, այդ սև ամբոխը, որին ես սև ամբոխ եմ կոչում, դառնա օրակարգ թելադրող, ոգևորվի
տեսնի ինչ որ տենց գիտեք 26-ի ընտրություններին պատրաստվելու մի ճյուղ է, մաքուր նախընտրական քայլ է, մաքուր։ Իրենք վաղուց են դա աշխատում եւ երեք ես sense դրա մասին էի գրում, որ ըստ էության Փաշինյանի խնդիրն է այդ սև ամբոխին դարձնել գործոն, անդիմության խնդիրը պետք է լինի էլիտաներին եւ ազգի, հա, այն ժողովրդային սերուցքը դարձնել գործոն։ Ում ավելի շուտ դա հաջողվի, ժողովուրդը նրան է նմանվելու։ Էլը անդիմությանը կգանք մի պահ, ճիշտ եմ հասկանում, դուք այդպես եք հասկանում, եկեղեցու մեջ, որքան որ եկեղեցականները, հոգևորականները բարձրաստիճանից մինչև ներքև ժամանակ առ ժամանակ են, ասենք, հա, սուր կարծիք արտերում, այդպես կոնսոլիդացված ոտքի կանգնած չեն, բայց ամեն դեպքում Փաշինյանը վտանգ տեսնում է եկեղեցուց, հա, եւ արդյոք սահմանադրության այդ փոփոխություններում չի պատրաստվում հանել այն դրույթը եկեղեցու բացառիկության մասին։ Հենց բացի այն, որ ամբողջ է պատրաստում, ինքը եկեղեցուց էլ է վտանգ տեսնում։ Տեսեք, անձամբ ինքը եկեղեցուց վտանգ չի տեսնում։ Այս բանը իրապես չի տեսնում, անհատ ինքն էլ գիտի, որ եկեղեցու մեջ կան այսպես ասած գործիչներ, եկեղեցական հոգևորականներ, որոնք իրեն լավ էլ ընդունում են։ Մենք վերջերս դրականատեսը եղանք, չէ՞։ Այսինքն ինքը եկեղեցուց այս բանը վտանգ չի տեսնում։ Ավելին ասեմ, ցավով եմ ես մեկը նշում, վեհապար Հայրապետի մոտեցումները այնպիսին չեն, որ Փաշինյանը այդտեղից վտանգ տեսնի։ Այդքան բանից հետո մենք տեսանք, որ եկեղեցին Փաշինյանին հրավիրում է Մայր տաճարի վերահսկմանը։ Հա եւ այնտեղ Փաշինյանն էր կանգնած եւ այլն, այսինքն այստեղ լուրջ խնդիր կա։ Այլ հարցը որ ուրիշներն են եկեղեցու մեջ վտանգ տեսնում, օրինակ Թուրքիայի իշխանությունները, օրինակ Ադրբեջանի իշխանությունները, որովհետեւ հասկանում են նրանց նպատակները այսպես ասած ընտրական տրամաբանության մեջ չեն, որ լինի ընտրություն, նրանց նպատակները Թուրքիա-Ադրբեջան շատ ավելի հեռահար են, նրանք ըստ էության իրականացնում են հայ ժողովրդին կոտրելու, չեզոքացնելու, որպես գործոն ոչնչացնելու քաղաքականություն։ Իրենք լավ հասկանում են, որ եկեղեցին մեր հավատքի արժեքները դա այն ինստիտուտն է, որը մեր մեջ միշտ վառ է պահելու, օրինակ Արցախ գնալու գաղափարը։ Ուղիղ տեքստով ռևանշիստ եւ ֆաշիստ են ասում մեր եկեղեցուն, այս վերջի հենց հրապարակումներում։ Այսինքն ես չեմ բացառում, որ մանավանդ գիտեք, այդքան զուգադիպություններ չեն լինում, էլ այսինքն հենց Ադրբեջանից սկսում է այդ ուղղությամբ արշավ, Փաշինյանը այստեղից նույն ձևով սկսում է այդ արշավը, այսինքն ինքը չի վտանգ տեսել, այլ պատվիրատուներն են վտանգը տեսել։ Շահերը համընկել են։ Ինչ որ իմաստով, հա, որովհետև Փաշինյանը ընտրական խնդիր է լուծում, այդ իմ ասած այդ տիղմը հանելու հարցն է, դե ինչ էր պետք է լավ գազ եւ սրբազանի, ինչ որ սրբազանի հասցեին, այսքի չգիտես էլ ճիշտ է, նման հայհոյախառը գրառումով սկսես այդ պատերազմը։ Նիկոլը այդ հարցը լուծում է, բայց եկեք գնանք մի հատ կարդանք ադրբեջանական մամուլ, տեսեք թե ինչքան ոգևորված են նրանք Փաշինյանի այս քաղաքականությամբ, ինչպես են բաց տեքստով գրում, թե ինչ կշահի Ադրբեջանը, եթե Փաշինյանը կարողանա Հայաստանում եկեղեցին կոտրել, այսինքն որպես գործոն եկեղեցու ազդեցությունը թուլացնել։ Դրա համար դա իրենց քաղաքականությունն է, Փաշինյանը դա փաթեթավորել է իր շահերի ներքո, այդպես իրականացնում է։ Խոսացիք վեհապարի մասին, ինչ արձագանք եք սպասում, ինչ պետք է անեն, ասենք եկեղեցին ու վեհապարն անձամբ, թե ձեր կարծիքով դեռ կանեն, մտածում են, ինչ պետք է անեն, օրինակ։ Գիտեք, եթե դեռ մտածում են, իրականում տարօրինակ է։ Ես այս հարցում իսկապես իմ մոտեցումը մի քիչ գիտեք երկկողմանի է։ Նախ ես համարում եմ, որ եկեղեցին իրապես մենք բոլորս ենք։ Դե մենք բոլորս կներեք արձագանքում ենք։ Այո, մենք բոլորս արձագանքում ենք, մնում է, որ եկեղեցու սպասավորները նույնպես արձագանքեն։ Ցավոք սրտի մինչ այս պահը ես տեսնում եմ, որ այդ արձագանքները չկան։ Բայց հաշվով կարծես թե տպավորությունը կարծես թե որոշել են չարձագանքեն կամ քննարկեն, վստահ չեմ, որ ճիշտ եմ հիշում, բայց կարծես լուր կարդացի, որ ինչ որ ժողով պետք է լինի։ Հա, կար, մամուլում նման լուր կար, այո։ Այո, որ դա պետք է քննարկեն, թե ինչ են անելու եւ այլն, սա տարօրինակ է, որովհետեւ մինչեւ այսօր եկեղեցին պետք է իր հստակ դիրքորոշումը ձևավորած լիներ այս իշխանության դեմ։ Ավելի պրոակտիվ։ Ես չեմ ասում խառնի քաղաքականության եւ այլն, այո, բայց եկեք գիտեք ինչ, դեռ չգիտեմ եկեղեցին իսկապես ինչպես կարձագանքի, բայց այն որ մի վտանգավոր process է հենց այս բանը տեղի ունենում, սա ինձ համար փաստ է։ Փաշինյանը եւ նրա իշխանությունը ըստ էության կարողացել են հարվածի առաջի ալիքը մարսել։ Այսինքն ինչ տեղի ունեցավ։ Բոլորս ինչ որ բաներ գրառումներ արեցինք, չգիտեմ, կուսակցությունները հայտարարություններ տարածեցին, խմբակցությունները դատապարտեցին եւ այլն ու
Ու այդքան եղավ, հա։ Այսօր առավոտյան նորից արթնացավ եւ գրեց։ Այսօր առավոտյան է գրել բառացիորեն, որ այ ինչու ասում եմ հայհոյանքին միայն ուշադրություն դարձեցիք, ուրեմն մնացած մասում իմ հետ կոնսենսուս ունեք։ Իդեպ սր փափխտության իր ասած մասով ասում եմ ունեք կոնսենսուս, ուրեմն պետք է մաքրենք եկեղեցին իր բառերով։ Դե հիմա տեսեք, պետք է լինի գործողություն, օրինակ ես զարմանում եմ, որ չնայած մեր ժողովուրդն էլ իդեպ արձագանքեց, եթե ուշադրություն դարձած լինեիք, երեք եկեղեցիները մարդաշատ էին, բոլոր եկեղեցիները շատ ավելի մարդաշատ, քան սովորական պատարագի օրերին, այսինքն ժողովուրդը ցույց է տալիս, որ գնացինք, կանգնեցինք եկեղեցու կողքը, դե լավ մնում է այդ ամեն ինչը կազմակերպել եւ հայտարարություններից անցնել գործի։ Մարդիկ գնում են եկեղեցի, ասում են, մենք պատրաստ ենք գալ եւ մեր եկեղեցու համար պայքարել։ Հա բայց չկա մեկը, որ ասի ժողովուրդ ջան, եկեք ոտքի կանգնենք, մեր սրբություններն է հայհոյում, մեզ է վիրավորում, հա, մեր համար հարգարժան մեր առաջնորդներին, հոգևոր առաջնորդներին, հոգևոր հայրերին է վիրավորում, այն էլ վերջին բառերով, հա, հայհոյանքներով։ Գնանք կանգնենք եկեղեցու կողքը, գնանք ասենք ով եկավ այստեղ, լեզուն կկտրենք այս ձևով, եթե մեզ հետ խոսի։ Եվ միգուցե դա կարող է ընդհանուր ավելի լայն պայքարի նաև սկիզբ դառնա, ինչ եմ ասում, տեսեք պատմական զուգահեռներ սիրում են տանել, օրեր առաջ խոսում էինք Սարդարապատի օրներ եւ այլն խոսում էինք եւ այն ժամանակվա վեհապարի դիրքորոշումն էինք նորից վերհիշեցնում մարդկանց, որ տեսեք Արամ Մանուկյանը բոլորը ասում էին արի վեհապար գնա դու ես ինչպիսի դիրքորոշում, չէ՞, ոչ միտեղ էլ չեմ գնա, ճիշտ հակառակը զինվորականներին հավասար կազմակերպում էր ու պրոակտիվ էր, ու վճռորոշ եղավ ինչ որ իմաստով նաև, եթե ոչ գլխավոր իմաստով, այ հիմա էլ հիմա պետք է եկեղեցին եւ եկեղեցու առաջնորդները իսկապես ունենան հստակ դիրքորոշումներ եւ չկարծեն, որ ինչ որ փոթորիկ է կանցնի կգնա։ Չէ, չի անցնելու գնա, այսինքն այն ինչ պետք է անի մարդը, որ հասկանանք, որ դա թշնամություն է։ Ես իհարկե նորից եմ ուզում այս նուրբ գիծ կա այստեղ, որ չեմ ուզում հատած լինեմ, ես չեմ ակնկալում, որ եկեղեցին ինչ-որ պայքար սկսի առաջնորդի, հա, բայց եթե եկեղեցին ցույց տա, առնվազն ցույց տա, որ ինքը կընդունի հանրության աջակցությունը այս գծում, քաղաքական ուժերի հետ թեկուզ խոսի ասի լավ ում եք սպասում, հիմա ում եք սպասում, մի բան արեք մենք ձեր կողքը կանգնած կլինենք եւ այլն, կլինի եկեղեցու գործիքները շատ են, իրականում շատ են։ Մենք դարականատեսը եղանք 1 տարի առաջ, երբ Սրբազան Բագրատ Սրբազանը շարժում նախաձեռնեց։ Ու իր հետևից եկան, այո։ Իր հետևից եկան եւ եկեք անկեղծ խոսենք, շատ մեծ դերակատարություն է ունեցել փաստը, որ Բագրատ arczepiskopos Գաստանյանը հոգեվորական է։ Բարձրաստիճան հոգեվորական։ Այսինքն եթե այն ժամանակ Հատ կոպիտ եմ ասում, եւս մի քանի հոգեվորականներ, այլ թեմերի առաջնորդներ, նույն հոգեվորությամբ կանգնեին եւ այլն, ամբողջ երկիրը ոտքի կանգնե։ Մանավանդ ըստ հարցումների քաղաքական ուժերի։ Մեկ եպիսկոպոսը դա կարողացել անել եւ դա իր խարիզման, իր նվիրվածությունը եւ այլն չեմ քննարկում, դրանք իրապես անքննարկելի եւ բոլորիս կողմից տեսված եւ ապացուցած գործոններ են, բայց նաեւ շատ մեծ դերակատարություն է ունեցել հոգեվորականն է եղել։ Եկեղեցու գաղափարն է ժողովուրդը տեսել, որ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց այն ժամանակ։ Դե ինչն է խանգարում հիմա նման process-ներ սկսել, չեմ ասում առաջնորդն, բայց գոնե թե ցույց տալ պատրաստ ենք էլի պետք է մեջն ենք աշխարհում։ Տեսեք գրել էիք երեքենց, որ մեր ընդդիմությունը էլիտաները քաղաքական հասարակական գործիչները այլ կերպ պետք է արձագանքեին այս հերթական մարտահրավերին։ Ինչ նկատի ունեք, եթե բացենք։ Օրինակ, արդյոք մեն հակադարձելով սահմանափակվելը չի նշանակում, օրինակ զարգացնել Փաշինյանի օրակարգը։ Միշտ այդպես է, չէ՞, ասում է հետևից գնում ենք գնում է դաշտը։ Ինչպես դուք ասիք, էլ ինչ է պետք ոտքի կանգնելու համար, որտեղ վերջի կետին է։ Հիմա պատկերացրեք մի բան, երբ օրինակ քաղաքական առաջնորդները կոչ անեին գնային Մայրաթոր, ժողովրդի հետ միասին գնային Մայրաթոր, վեհապար հայրապետին եւ եկեղեցուն աջակցություն հայտնեին, ինչպես դա եղել է իդեպ 21 թվականին եւ 20 թվականի վերջին, երբ որ հարձակումներ կային եկեղեցուրա, հիշում եք, արդիկ գնում էին Էջմիածին, այն հայրապետ բան, նոր հայրապետ, գնում էին Էջմիածին, պատարակների մասնակցում էին, որ հանկարծ մեկը չփորձվի մոտենալ եկեղեցու։ Սուրբ Գայանեի մոտ էր, Ինչ որ նման մի բան օրինակ նախաձեռնվեր եւ այնտեղից հստակ հայտարարություն ուշ ցույց տրվեր, որ Փաշինյանը հասկանա, որ ախպեր էս այն թեման չի, որտեղ կարանք մտնենք։ Հիշում եք ուրիշ բանի օրինակ եմ բերում, նման հայտարարություն արվեց, երբ որ ժողովուրդը մի քանի ժամ հավաքվեցին ազգային ժողովի դիմաց եւ Փաշինյանը միանգամից եթեր մտավ, ասեց ես դա նկատի չունեի եւ այլ։
Իսկ հենց որ իրենք տեսնում են ուժ, իրենք լեզուները մտցնում են համապատասխան տեղը։ Երբ որ չեն տեսնում այդ ուժը, տեսնում են, որ իրենց լեզվավարժանքներին ուրիշները զուտ գրառումներով են պատասխանում, եւ դες վստահեցնում են, որ այդ հարցում Փաշինյանին հաղթել հնարավոր չի։ Գիտեք, ներողություն, որ հիմա պիտի եթերում ես բառը ասեմ, բայց եթե փողոցային դուք տեսնեք մի հատ փողոցայինի, պորնիկի, հա, իր այդ լեզվակերով չեք կարող հաղթեք։ Նա չունի բարոյական սահմաններ, ինչ ուզի կասի։ Ինքը ձեզ կհաղթի իր դաշտում։ Ինքը ձեզ կհաղթի իր դաշտում։ Ինչ պիտի անեք։ Դրա համար պետք է ուժ ցույց տալ, պետք է կազմակերպվածություն ցույց տալ։ Ինչ մեթոդով, պարոն Մելիքշանյան, տեսեք նորից պտտվում գալիս ենք այդ մեթոդներին, հա, իշխանափոխության impeachment նախաձեռնում են, հա, մյուսները ասում են դուք impeachment արել եք մեզ թիրախավորելու համար։ Impeachment-ի մասին խոսող մարդկանց ծաղրում են, ճիշտն ասած, հա, այդ խելացի մարդկանց ասում են բա որ փորձենք, բա որ չստացվի, նրանք էլ ասում են, որ փորձեք, թող չստացվի, էլի գնացեք 26-ի ընտրության, որն է երաշխիքը, որ 26-ին գնացիք ու 21-ը չի կրկնվելու։ Լավ, թող չփորձեն, այսպես սպասեն, մինչև որ կգնա Փաշինյանը մտնի եկեղեցիներ, սկսի հոգեորականներին այնտեղից դուրս բերել, որտեվ դրա բանը դրել է արդեն, հասկանում եք, մինչև այդ հոգեորականներին վիրավորելը կառավարության նիստում ինքը ինչ հայտարարեց, մշակույթի կրթության նախարարին հանձնարարեց, ասաց գնացեք այդ եկեղեցիները ուսումնասիրեք, կարգ ու կանոն հաստատեք, դա բանը նախարարությանը պատկանող բաներ են, չէ՞։ Այսինքն իրենք հիմա սկսելու են եկեղեցիները եկեղեցուց վերցնելու քաղաքականություն վերցնել, մենք սպասելու ենք 26 թվականի ընտրությունները, ասենք ոչինչ, մինչև 26 թվականը կգա, ընտրություններին կհաղթենք։ Հետո կաթողիկոսին են հեռացնելու։ Ամենակոպիտ ձևով մենք ասելու ենք, դե հա, մեր եկեղեցին է, մեր սրբությունն է, մեր հոգևոր հայրն է, բայց դե ոչինչ 26 թվականին ընտրություններով կհաղթենք, ամեն ինչ տեղը կգցենք։ Հետո խաղաղության այսպես կոչված պայմանագիր է ստորագրելու, մենք ասելու ենք դե ոչինչ, լավ 26 թվականին կգանք, մենք կշտկենք։ Ո՞ս համացույց փոխելու։ Ու էլի սահմանադրությունն է փոխելու, ամեն ինչ անելու է, մենք սպասելու ենք 26 թվականին։ Ընտիր մարտավարությունը, ինչ ասեմ, Արկադի, ասեք։ Երաշխիքը կա 26-ի լավ սպաս ձեր որպես ձեր 26 թվականին պարտվելու է այս ընդդիմությունը։ Պարտվելու է։ Չունենալով ժողովրդի աջակցությունը Նիկոլ Փաշինյանը գողանալու է այդ հաղթանակը։ Ո՞վ է կասկածում, ինչն է, ինքը սահմաններ ունի բարոյական նման բան չանելու, ինչու պիտի չանի։ Դե արդեն հա բարոյական սահմանները տեսնում ենք այս մասով գոնե։ Նույն չնայած միջև էդ չունի ընդդիմությունը շանս ոչինչ չանելով մինչև 26 թվականը, չպայքարելով գա եւ բանանի 26 թվականին ընտրություններում հաղթի։ Այսինքն առնվազն մինչև 26-ը պետք է գոնե impeachment, փողոց, ինչ-որ բան պետք է արվի։ Պետք է անես, պետք է կռիվ տաս, դու ամեն վարքյան պետք է կռիվ տաս։ Դու իրավունք չունես թողնես 1 տարի ինքը իր զորքերը շարի, ճակերտավոր զորքեր եմ ասում, էլի։ Այսպես ասած տիղմը ջրի երես հանի, ոստիկաններին բաներ տա, դիրքավորվի, այսինքն դուք մենք նստել հիմա մեր ընդդիմությունը նստել սպասում է, ասում ես impeachment արեք, փորձեք։ Հա, ասում են trigger եւ այլն, հա, խնդրեմ trigger, հիմա եթե հարցը լիներ օրակարգում, լիներ ստորագրություններ, լիներ վարչապետի տեխնացու, ժողովուրդն էլ պատրաստ է, ինչ գիտենք չենք, հա, ինչպես դիպուկ թեմայի որպես շարժում, ինչպես դիպուկ նկատեց իմ հարևաններից մեկը, որ քաղաքագետ չի, իմ հարևանից մեկը երեք աստիճանահարթակում ինձ հանդիպեց, ասաց ինչա, էլի, հա, ինչա պետք, այս բանով էլի խոսքով, որ Էս էլ ասեց ու հա շարունակեց գիտեք ինչ, հետաքի ավելի ուշագրավնիկ։ Այս չես զգում որ Փաշինյանը ինքը իր բերանով ասում է, «Ես ինչի՞ չեք գալի ինձ հանեք»։ Ոնց որ հատուկ նյարդայնացնի, որ դուրս գաք սրում է իրավիճակը։ Հիմա եթե տեսեք ինչ է տեղի ունենում, առաջարկում է Փաշինյանին հեռացնելու օրակարգ, այդ առաջարկը ծաղրվում է։ Ընդ որում ծաղրվում է ներողություն, բայց իսկապես շատ Ну, լավ, կոպիտ բառեր չասեմ, բայց ինձ համար անհասկանալի ձևերով։ Ինչն եք ծաղրում։ Ասենք Փաշինյանին հեռացնելու առաջարկն եք ծաղրում, ինչն եք ծաղրում։ Հարց է առաջանում, էլի։ Ասում ես թիրախավորում եմ։ Ես չեմ գտնում թիրախավորում, չեմ գտնում։ Հիմա եթե ինչ որ մեկը պայքարում է Փաշինյանի դեմ եւ դրանից մի ուրիշ մեկն է ասում, որ ես դրանից թիրախավորվեցի, կներեք, ուրեմն խնդիրը երկրորդ կողմի մեջ է։ Ինչն է թիրախավորում։ Որովհետեւ բանը գաղափարը Մայլան Նարեկի եւ Էդգար Ղազարյանի կողմից է եկել, հա, իրենք սուր խոսք ունեն մշտապես։ Այդ սուր խոսքով նույն Մայլան Նարեկը 1000 անգամ
այդ սուր խոսքը ուղղել է մարդկանց հասցեին, որոնց ես զարմանում եմ, լավ, այս մարդկանց խի ակապնում։ Հիմա այդ ինքն էլ այդ ձևի գործիչ է Մալյանը։ Ինչ, պետք է ասենք, եթե առաջարկը Մալյանից է, ուրեմն վերջ։ Լավ, Մալյանից մի կողմ դրեք, ախպեր, ասեք, Մալյան, դու այն մարդը չես, որ պետք է մեզ առաջարկ անես, բայց մենք գնում ենք այս ճանապարհով։ Քո այդ գործ չունենք, ոչ քո տեխնացուի, ոչ քո առաջարկների, ոչ քո քննադատության։ Ինչ չեն կարողանում մի Մալյան չեզոքացնել բանի համար, խնդիրը լուծելու համար։ 22 թվից ունեն այդ սահմանադրական իրավունքը, չէ՞, 1 տարին անցել է, 3 տարի արդեն։ Խնդիրը իրականում ավելի խորքային է, այն որ ասում Աշանը զորովորսի չստան, եթե մարդիկ չեն ուզում այս պայն պայքարեն դրա դեմ եւ կամ ուրիշ բաների համար են պայքարում, արդյունքը լինում է այն, ինչը մենք հիմա ունենք։ Իսկ ես կարծում եմ, որ այս իրավիճակում մեր ընդդիմության սուրբ պարտականությունն է օգտագործել ամեն հնարավորություն, նույնիսկ 1%-անոց հնարավորություն Փաշինյանին րոպե առաջ իշխանությունից հեռացնելու համար, դեռ հենց նույն այդ ընդդիմությունն է մշտապես ասում, որ Փաշինյանի իշխանության մնալու ամեն օրը վնաս է բերում մեր երկրին։ Դե հիմա ամեն օր կրկնում են։ Ամեն օրը վնաս է բերում, բայց կա առաջարկ սպասել եւս 365 օր։ Ինչ կարողանի այդ 365 օրվա ընթացքում Փաշինյանը կարծում եմ պետք չի նկարագրել։ Եվ իդեպ ի տարբերություն 21-ի 26-ին արդեն շատ շատերը նաև դուք արդեն իսկ կանխատեսում եք, որ ժողովուրդ 26 պարտվել է 21-ին դեռ մի քիչ կարող են ասել, որ դե չկայի մեզ հորդոր ասում էին, իհարկե ասում էին։ Ես դրա մասին էլ եմ գրել, ես ասում եմ, որ ցավոք սրտի եւ նախագահ Քոչարյանն էլ իր վերջին հարցազրույցում ասաց, մեզ մեղադրում էին, թե լեգիտիմացնում ենք Փաշինյանին, ոչ, Փաշինյանին լեգիտիմացնելու հարցը չէր։ Արցախի պարտությունը լեգիտիմացնելու հարցն էր դրված 21 թվականի ընտրություններում։ Պարտվածը ընտրվեց, այո։ Այո, պարտվածը ասենք ժողովուրդը հավանություն տվեց այն արդյունքներին, որ կար, եւ 21 թվականի ընտրությունների արդյունքներն էլ էին կանխորոշված։ Հստակ գիտեին, այդ թվում նախագահ Քոչարյանը հստակ գիտեր, ուներ սոցհարցումների արդյունքները, թե ինչ է լինելու դրա այդ ընտրությունների հետևանքով։ Հիմա նույն իրավիճակի առջև ենք, նույն պատմությունը կրկնվում է եւ Աստված չանի, որ եթե այսպես շարունակվի 26 թվականի ընտրությունները ոչ թե գնալու ենք հաղթենք, ընդդիմությունը չի գնալու, այլ գնալու է լեգիտիմացնելու եկեղեցու բացառիկ դերակատարությունը չեզոքացնելը, գնալու է լեգիտիմացնելու այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, գնալու է լեգիտիմացնելու Տավուշի եւ այլ մարզերից Ադրբեջանին տարածքներ հանձնելը։ Ու էլ չգիտեմ թե էլ ինչեր են լեգիտիմացնելու, եթե այս տրամաբանությամբ եւ այս ընթացքը շարունակվի։ Մի ճշտում էլ էս թեմայով, տեսեք, մի տեսակ նոր որ խոսում ենք, դեժավյու էս ապրեցի ինչ առումով։ Ես չեմ ուզում իհարկե որ մենք մտնենք եւ չմտնենք երկրորդ, երրորդ նախագահների հայտ կողմնակիցների հակասություններ, հակամարտություն, ինչպես կուզեք կոչել, լավ էլ բաց տեքստով հակամարտություն, ոմանց որ լսում ես։ Դեժավյու ինչ առումով 21 թվին էլ մինչև վերջի պահ երրորդ նախագահն ու թիմը ասում էին չենք մասնակցելու, չենք գնալու, հետո պատճառաբանեցին թե ինչպես եղավ, հիմա էլ է կրկնվում։ Ինչ հյուր եկած բոլոր հանրապետականները ասում են մենք չենք էլ քննարկում ընտրության թեման։ Չեն քննարկում ճիշտ հակառակը, նախագահն ակնարկեց ծրագիր, հեռացում, փողոցային պայքար, ինչ որ նույն բացելով խաղաքարտերը։ Հիմա էլ է այդ վիճակը եւ արդյոք դա կարող է որոշիչ գործոն դառնալ թե մինչեւ երբ այդպես կպահի իր դիրքը օրինակ հանրապետականն ու երրորդ նախագահը։ Չգիտեմ, ես որքան ես եմ տեղեկացված 21 թվականին իսկապես չի եղել ցանկություն եւ սխալ է համարվել ընտրությունների մասնակցել, բայց երբ որ դա դարձավ անխուսափելի, դա արդեն ընտրությունը քաղաքական ուժը պետք է մասնակցի։ Այո, 26 թվականին էլ է այդպես լինելու, այսինքն իրենք մինչև վերջ պայքարել են, որպեսզի գործը չհասնի ընտրություններին, բայց եթե եղավ ընտրություն, կարծում եմ, այո, ուզեն մասնակցելու են, այսինքն միջավայրն արդեն այդպեսին դառնում։ Բայց այստեղ ավելի լուրջ խնդիր կա, եթե անդրադառնանք բուն նախագահների թեմային, ես սրա մասին վերջերս շատ եմ խոսում, ինձ մոտ խնդրահարույցը այն է, որ երիտասարդ սերունդը, իմ ձեր սերունդը, մեզնից մի քիչ ավագները, մեզնից մի քիչ երիտասարդները նախաձեռնող չեն, ոչինչ չեն անում։ Գնում են բոլորը նախագահների մոտ, պարոն նախագահ, պարոն Քոչարյան, պարոն Սարգսյան, առաջնորդեք մեզ, բա հիմա ինչ անենք։ Լավ իմաստով սերնդափոխություն է նկատի ունեք քաղաք։ Այո, խնդիրը դա որ պետք է լուծվի։ Խնդիրը դա որ պետք է լուծվի, հասկանում եք, մենք որպես երիտասարդներ պետք է գնանք ասենք
ձեզ շատ սիրում ենք, հարգում ենք եւ այլն, խորհուրդներով օգնեք, բայց ոչ թե առաջնորդեք եւ այլն, հետո իրար հետ կռիվ անենք, թե ով ավելի շատ, այսպես ասած, գովազանքի կարժանանա այս կամ այն նախագահի կողմից։ Հնդածել Փաշինյանին ինչ-որ քարոզչական զենքերից կզրկեն։ Կա չէ՞ զինանոցում իր։ Փաշինյանը նոր սերունդն է։ Դա ինքը ունի զենքեր, չէ՞։ Նախկիններ, հիմա եկեղեցի։ Չէ, հարցը դրա մեջ չի, հարցը իսկապես դրա մեջ չի։ Հարցը նրա մեջ է, որ փոխանակ, այսպես ինչ-որ խրող, ինչ-որ ոգևորող, այնց բան վճռական քայլեր անեն, որ բոլորը նստած սպասում են, թե ինչ կասի Քոչարյանը հաջորդ ասուլիսին, ինչպես կարձականքի դրան Սարգսյանը լրատվականների հետ շփումներում, ինչ կառաջարկեն, ինչ ուղղությամբ կտանեն եւ այլ։ Նորից եմ ասում, անհուն հարգանքով նախագահների հանդեպ, նրանց անցած ճանապարհի հանդեպ եւ այլն, ես ասում եմ, որ մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ երիտասարդ սերունդը, հաջորդ սերունդը, այսպես ասած, չի ուզում ոչ մի ձև պատասխանատվություն ստանձնի։ Առաջարկողներից գա Հովանոցի տակ նախագահների, հա եւ այնտեղից փոխանակ խնդիրներ լուծեն, իրար դեմ են կռվում, իրար են գզում։ Հենց գզում։ Լրջագույն խնդրեմ է, այո, որը խոչընդոտում է նաեւ իշխանապողության process-ին, ինչպես հասկանում։ Դե հա, որովհետեւ պոտենցիալը լիարժեք չի իրացվում։ Էներգիան իրար դեմ է երբ որ ցավոք սրտի պարզվում է այս դեպքում, որ այդ մարդիկ էլ առաջնորդներն իրենք էլ իրենց նպատակներ ունեն։ Դեռ պարզ չի ով ինչ է, վերջում պարզ է, իսկ ով ինչ։ Դրա մասին շատ ով իշխանապողության, ով իշխան, հա, այդ բացահայտ հայտարարությունից է։ Բացահայտ հայտարարություն, Սերժ Սարգսյանն ասում է, ես չունեմ նպատակ, ես իմ միակ նպատակը, որ չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանություն։ Քոչարյանն ասում է, չէ, ես ունեմ պոտենցիալ, ես կարող եմ փրկել, ես կանեմ դա։ Հա, ուղիղ տեքստով վերջի հարցազրույցում ասաց, որ ես գիտեմ ձևերը եւ այլն։ Ես ձևերը գիտեմ, եկեք ինձ բանը, բայց նորից եմ ասում, մարդիկ փոխանակ պատասխանատվություն ստանձնեն, այդ օրակարգի մեջ են, ասում են, դե լավ, ինքը ձևը գիտի, լավ է, էլի։ Մենք պատասխանատվություն չստանձնենք, ինքը ասել է ձևը գիտի։ Դա այդքան էլ ազնիվ մոտեցում չի նույն Ռոբերտ Քոչարյանի անձի հանդեպ։ Եվ ձեր ցույցությամբ ավարտենք մեկ այլ թեմա, որը չի կարող ստալ, ասեք մինչ այս եկեղեցու թեմաներին անցնել է Փաշինյանը գրեթե նույն օրը դա եղավ 1-2 օրվա մեջ եւ Փաշինյանը եւ անվտանգության խորհրդի քարտուղարը Էրդողանը այդ մի քանի ժամվա տարբերությամբ բավականին լավատեսական խոսեցին հայ-ադրբեջանական պայմանագրի մասին։ Այդպիսի օր եղավ դա անցյալ շաբաթ էր։ Արդյոք սա ինչ որ բան է նշանակում, process-ներն արագացել ու ստորագրումը մոտ է, թե ուղղակի համընկում էր պրոտոկոլային հայտարարությունների։ Այդ թուրքական պետությունների համաժողովի ժամանակ էր այո այդ գնահատականները, որ հնչեցվել են, դե Էրդողանը եւ Ալիևը լավատես չլինելու առիթ չունեն։ Ինչ պատերազմում հաղթել են, դիվանագիտական դաշտում հաղթել են, բոլորին չեզոքացրել են, Հայաստանում եկա իշխանություն, որ ինչ ասես անում, ինչ ուզում անում են։ Պիտի որ լավատես լինեն, իհարկե պետք է լավատես լինեն։ Դրան նման հայտարարություններ անելով նաեւ ինչ որտեղ բթացնում են միջազգային խաղացողների զգոնությունը, որ մարդիկ նայեն, ասեն դե լավ, այնտեղ նորմալ ամեն ինչ, զբաղվելու հարց չկա, այդ Ուկրաինայում, հանդիրքա Սիրիայում եւ այլն, թող այնտեղ զբաղվեն, այդտեղ այդպես զգոնությունը թույլատնում են միջազգային խաղացողների եւ տակից հանգիստ Փաշինյանի հետ միասին իրենց գործերը անում են։ Բա այդ պարագայում այսպես ճակերտավոր մերոնց դիրքորոշում ան լավատեսության հիմքը որն է աղքի Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, որ ասում էր 5 րոպե առևտուր կանեն, բան համեմատում էր Ջավախքի հայերի հետ։ Հենց դա է։ Դա էլ եթե մարդը վաճառական է, եթե հայրենիք է վաճառել, մնացած ծախելու ինչ խնդիր ունի ինքը։ Իրենց այս իշխանության լավատեսության հիմքը այսօր երկու բանում է, տեսնում են, որ չկա լուրջ դիմադրություն երկրի ներսում, ընդդիմությունը շատ բան վիճակում է, եղմ ասած, տխուր վիճակում է։ Երանելի, իրենց համար երազելի ընդդիմություն, որ մասին էլի նույն Ալեն Սիմոնյանն է շուշուտ ասում է։ Փաշինյանն էլ ասում են, այնպիսի ընդդիմություն, որի արկայությունը թույլ է տալիս հանգիստ սկսել հայհոյել բարձրաստիճան հոգևորականների։ Եվ հա իդեպ նորից իհարկե չի ուզենա ցիտել, բայց ներսում է, Արկադի ջան, խնդիրը ներսում է, մեր մեջ է։ Մենք հասկանում ենք, այսինքն անհաղթահարելի պատնեշ չի Փաշինյանը, ոչ էլ ԿՓ-ն, ճիշտ եմ հասկանում, մոնստր չեն։ Շատ լավ լուսանկար եմ տեղադրել։ Մի քիչ կարող է վիրավորական լինի, բայց դաշտի մեջ
ընդամենը փոքրիկ հատված 2-3 մետր գծամետրով պարիսպ է դրված եւ ոչխարները կանգնած են այդ պարիսպի ետևում չեն հասկանում կարելի է շրջանցել անցնել շատ ներողություն եթե սա վիրավորական համեմատություն է իրապես վիրավորելու ոչ մի միտք չունեմ բայց մեր ժողովուրդը մեր էլիտաները մեր քաղաքական ընդդիմությունը ունի բոլոր հնարավորությունները ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում այդ հարցը շատ արագ լուծել։ Այսինքն վերաձևակերպելով այն շաբլոն քաղաքագիտական արտահայտությունը, որ իշխանությունը փողոցում գցած է պետք է վերցնել, հիմա իշխանափոխությունն է փողոցում, հա, գցած կարելի ասել կամ մոտ է դրան։ Ճիշտ եմ ասում։ Վախենում են պատասխանատվություն ստանձնելուց, վերջ։ Սա էս մի բառն է։ Երկու նախագահները իրենց մոտեցումները ունեն։ Հա, մեկը ասում է պայքարենք, օգնենք եւ այլն, մեկը ասում է ես ընտրությունով գա։ Երկուսին էլ հարգանք եւ պատիվ։ Նրանք իրենց մոտեցումներ ունեն, բայց հաջորդ, այսպես ասած, տակի շերտերը պատասխանատվություն չեն ուզում ստանձնել։ Վարչապետի տեխնացու չեն կարողանում դնել։ Պատգամավորները վախենում են ստորագրություն դնեն այդ վարչապետի տեխնացուի համար, ինչ-որ պայմաններ են դնում, այսպես էլ այնպես էլ այնպես։ Դա կոչվում է դա կոչվում է վախենալ պատասխանատվություն ստանձնելուց։ Եվ ես սա շատ ցավով եմ ասում, որովհետեւ գիտեմ, որ այդ մարդիկ իրենք հրաշալի պոտենցիալ ունեն։ Հրաշալի պոտենցիալ։ Ես հիացած եմ մեր շատ ընդդիմադիր պատգամավորների գործունեությամբ պարբերաբար դրա մասին խոսում են։ Առնվազն 10 վարչապետի տեխնացու կա, եթե աչքերես փակ հաշվենք երկու։ Հասկանում եք, ընդհանրապես պետք է ստանձնել պատասխանատվություն եւ գնալ ճանապարհով վերջ։ Ուրիշ ոչ մի բան պետք չի անել եւ կունենանք հաջողություն, կունենանք հաղթանակ։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի ու մեկնաբանությունների համար։ Հիշեցնեմ կիզակետում այսօր քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն էր, կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին։ Կհանդիպենք։